1740 թվական կաթոլիկ եկեղեցու վանական Մուրատոն գտնում է Միլանի Ամբրոսիոսի անվան գրադարանի ձեռագրերից մեկում կանոնավոր գրքացանկը նոր կտակարանի, որը թվագրվում էր երկրորդ դար։ Առաջին դարերը ճանաչված էին նրանով, որ ամեն ոք գրում էր իր ավետարանը, իր գործառաքելոցը և իր հայտնությունը։ Հերձվածողությունը մտնում էր քրիստոնեության մեջ։ Այդ էր պատճառը, որ քրիստոնեական եկեղեցին հավաքեց սուրբ գրքերը և ստեղծեց կանոն։ Կանոն հունարենից սահման կամ չափորոշիչ, այսինքն պետք է լինեին այն գրքերը, որոնք հիմնված էին 5 տակարանյան կանոնավոր գրքերի վրա և որոնցով պիտի պարզվեր, թե որն է ճշմարիտ քրիստոնեությունը։ Կանոն բառը առաջին անգամ օգտագործեց Մեծն Աթենասը 367 թվականին, իսկ մնացած գրքերը կոչվեցին պարականոն։ Այսօր ոմանք արդարացնում են անվանելով երկրորդականոն, երրորդականոն։ Եկեղեցին հարյուրավոր կեղծ գրքերից որոշում էր ըստ այս կանոնների։ Առաջինը՝ պետք է իմացվեր, թե ով է հեղինակը։ Երկրորդը՝ հեղինակը պետք է լիներ Հիսուս Քրիստոսի առաքյալ։ Երրորդը՝ առաքյալ չէին միայն Մարկոսը և Ղուկասը, բայց Ղուկասը համարվում էր Պողոսի գրագիրը, իսկ Մարկոսը Պետրոսի։ Պետք է լիներ քրիստոնեական գիրքը ընդունված բոլոր եկեղեցիների կողմից։ Պետք է լիներ ներշնչված Սուրբ Հոգով և պետք է վերստին ծնունդ և հոգևոր զարգացում տար անհատին։ Քրիստոնեական եկեղեցիները ցանկանում էին ցույց տային իրենց ձեռնադրությունը և ամեն մի եկեղեցի կարծես թե պարտավորվում էր գտնել ինչ-որ մի առարկա կամ ինչ-որ գրություն, որպեսզի վերագրեր ինչ-որ առաքյալի և դրանով ցույց տար, որ նրանք առաքելական են։ Որոշ գնոստիկներ գրել են գրքեր, բայց անվանելով դրանք Պողոսի, Պետրոսի, Հովհաննեսի, Թովմասի, Մարկոսի և այլոց անունով։ Որոշները սկսեցին լրացնել Հիսուս Քրիստոսի կյանքից բաց թողված ժամանակները, մանկությունը, պատանեկությունը և այն դեպքերը, որոնք չեն գրվել Աստծո կողմից։ Հովհաննես 5-րդ գլխում Հիսուսը հանդիմանում է որոշ մարդկանց, անվանելով նրանց անաստված և մարդիկ, ովքեր չեն լսել ոչ Աստծո խոսքը, ոչ էլ Աստծո գործերն են տեսել։ Քննեցեք գրքերը, որ դուք կարծում եք, թե նրանցով ունեք հավիտենական կյանք, և նրանք են, որ ինձ համար վկայում են։ Փաստորեն 5 տակարանյան գրքերը վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին, և նա խորհուրդ էր տալիս կարդալ բոլոր գրքերը և նրանցում տեսնել իրեն։ Ղուկաս 24 գլուխը ներկայացնում է Էմաուս գնացող երկու աշակերտի, որոնք հիասթափվել էին, երբ տեսել էին Հիսուսին խաչված։ Հիսուս Քրիստոսը հանդիմանում է նրանց, անվանելով անմիտներ և թուլասիրտներ։ Ընդ որում, այդ աշակերտներից մեկը Կղեոպասն էր, որը Հիսուսի մորաքրոջ ամուսինն էր։ Ով անմիտներ և թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին, չէ որ պետք էր, որ Քրիստոսը այս չարչարանքները քաշեր և իր փառքը մտներ, և սկսելով Մովսեսից, բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց, ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին։ Փաստորեն Հիսուս Քրիստոսը անվանում է նրանց անմիտներ և թուլասիրտներ, որովհետև չեն հավատում կամ չեն ուզում ընդունել ամբողջ 5 տակարանյան կանոնի գրքերը, և ինքը Քրիստոսը սկսած Մովսեսից բոլոր մարգարեներով անցնելով մինչև վերջ ցույց տվեց, որն է ճշմարտությունը։ Մովսեսի օրենքում, մարգարեներում և Սաղմոսներում բոլորը, ինչ որ նրա մասին ասվում էր։ Աշակերտները միայն վերցրել էին այն դեպքերը, որտեղ Հիսուս Քրիստոսը որպես Հրեաստանի թագավոր փառավորված է և երկիրը փառավորության մեջ է, բայց Հիսուս Քրիստոսը ասում է անմիտներ, առաջ պետք է չարչարվի Մեսիան և նոր փառքի մեջ մտնի։
Այսօր շատ քրիստոնեական ուղղություններ հենց այդպես էլ անում են։ Նրանք վերցնում են Աստվածաշնչի մի քանի գիրքը եւ նրա վրա ստեղծում են մի սուրբ ճշմարտություն, որտեղ միայն փառավորված է եկեղեցին եւ փառավորված է թագավորը, եւ մոռանում են նեղ ճանապարհի, նեղ դռան մասին, կարդալով այն հատվածները, որտեղ պողոտա է եւ լայն ճանապարհ։ Փաստորեն Հիսուս Քրիստոսը այսօր անմիտներ եւ թուլասիրտներ կկոչեր այն քրիստոնյաներին, որոնք չեն նայում ամբողջ ճշմարտությունը, ամբողջ Աստվածաշնչում։ Քրիստոնեական եկեղեցու առաջնորդներից մեկը Տիմոթեոսը, որի հայրը Հեթանոս էր հույն, իսկ մայրը հրյա, եւ տատիկը Աստվածապաշտ, ինչպես մենք կարդում ենք Երկրորդ Տիմոթեոս 1:5 համարում կարդում ենք նրա անկեղծ հավատքը, որը եկել էր Լոիդա տատից եւ Եվնիկե մորից։ Տիմոթեոս 3:12 համարից։ Եվ ամենը, որ կամենում են Աստվածապաշտությամբ ապրել Հիսուս Քրիստոսում, հալածանք պիտի կրեն։ Բայց չար եւ խաբեբա մարդիկն առաջ կգնան չարության մեջ, մոլորեցնելով եւ մոլորվելով։ Մոլորվում եւ մոլորեցնում են այն քրիստոնեական առաջնորդները, որոնք նայում են քրիստոնեությանը առանց դժվարության, առանց փորձության եւ առանց հալածանքների։ Ասում է Աստվածապաշտությամբ ապրողը պետք է հալածանք կրի պարտադիր։ Բայց դու հաստատ կաս նրանում, որ սովորեցիր եւ հավատացիր եւ գիտենալով թե ումից սովորեցիր, որ մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկության համար այն հավատքի ձեռով, որ Հիսուս Քրիստոսում է։ Փաստորեն այն գրքերը, որ մանկության տարիներին ինքը սովորում էր իր տատիկից եւ մայրիկից, այդ գրքերը կարող են նրան փրկություն տալ։ Ամեն գիրք Աստվածաշունչ են եւ օգտակար վարդապետության, հանդիմանության, ուղղելու, արդարություն խրատելու համար։ Խոսքը 5 կտակարանյան գրքերի մասին էր, այս խոսքը հնչում է 60-ական թվականներին եւ դեռ չկար նոր կտակարան եւ նոր էին գրվում որոշ նամակներ, ինչպիսին Տիմոթեոսի նամակն է։ Ճշմարիտ վարդապետությունը բոլոր գրքերի հիման վրա պետք է լինի։ Հանդիմանությունը մեղքի պետք է լինի բոլոր քրիստոնեական աստվածաշնչյան բոլոր գրքերի հիման վրա, որպիսի մարդը ուղղվի պիտի հիմնված լինի ամբողջ աստվածաշնչյան ճշմարտության վրա եւ արդարություն խրատելու համար, որպիսի մարդ դառնա արդար, պիտի նայվի ողջ աստվածաշունչը։ Քրիստոնեական ճիշտ վարդապետությունը պետք է հիմնվի աստվածաշնչյան բոլոր գրքերի վրա, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործի համար պատրաստված։ Իդեպ, քրիստոնեության մեծամասնությունը իրենց համարում է պողոսականության, աստվածաբանության հետևորդներ։ Նրանք ասում են, ամեն հարցում մենք պիտի նայենք ոչ թե Հիսուս Քրիստոսի խոսքերին, ոչ թե մարգարեների խոսքերին, այլ բացառապես Պողոսի ասածներին։ Փրկության եւ մնացած քրիստոնեական վարդապետության առումով ճշմարիտ տեսանկյուն ունի բացառապես Պողոս առաքյալը։ Այսօր շատ-շատերը համարում են փակ հայտնություն գիրքը եւ համացանցում շատ հոգևորականներ, քրիստոնեական առաջնորդներ հերքում են եւ արգելում հայտնություն գրքի ուսումնասիրությունը։ Երկրորդ օրինաց 29:29-ում գրված է. ծածուկ բաները մեր Եհովա Աստծո համար է, բայց հայտնված բաները մեզ եւ մեր որդկանց համար հավիտյան, որ այս գրքի ամեն խոսքերը կատարվեն։ Տիեզերքում կան գիտություններ, որը բացառապես գիտի Աստված եւ բոլոր գրվածքները մարդու համար են, որպիսի նա կատարի այդ ամենը։ Աստծո ամեն ճշմարտություն, որը հասել է մեզ, պրակտիկ նշանակություն ունի։ Դա մենք պիտի կարդանք եւ սովորենք։ Աստվածաշնչյան ճշմարտությունը Աստծո նամակն է իր երեխաներին, որպիսի բոլորը հասկանան։ Բացառությամբ մի քանի հատվածների, որը կնքված էր համարվում
մինչև ինչ որ ժամանակ։ Եվ դու ով Դանիել, փակիր այս խոսքերը եւ կնքիր գիրքը մինչև վերջի ժամանակները։ Շատերը պիտի քննեն եւ գիտությունը պիտի շատանա։ Դանիելի մարգարեության մեջ կար մեկ գաղափար, որի համար Աստված ասեց կնքիր կամ փակիր, ինչ որ ժամանակ հետո կսկսվի բացվել այս ճշմարտությունը։ Մատթեոս 24-րդ գլխում, որտեղ ներկայացված է աշխարհի վերջը ըստ Հիսուս Քրիստոսի, գրված է հետևյալ խոսքերը. Արդ երբ որ տեսնեք ավերածի պղծությունը, Դանիել մարգարեի խոսքով ասված, սրբության տեղում կանգնած կարդացողը մտածի։ Այն ժամանակ նրանք, որ հրեաստանում են, թող փախչեն սարերը, եւ նրանք, որ կտուրի վրա են, թող չիջնեն, այլ կտուրից կտուր փախնեն եւ գնան։ Խոսքը ինչի մասին է։ Երբ որ Սուրբ տաճարը ավերվի, այնտեղ կանգնած մարդը թող չխաֆի, ինչպես մնացած հрьяաները, քրիստոնյաները պետք է մտածեին եւ հասկանային, որտեղ է մարգարեն խոսում այս դեպքի մասին, եւ դա հասկանալուց հետո միանգամից պետք է անցնեն գործի եւ նույնիսկ տուն պիտի չվերադառնային, եւ այս քրիստոնյաները փրկվեցին Հռոմի արյունահեղությունից, քանի որ հիշեցին Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ պետք է մտածել այս բոլոր իրադարձությունները, ինչ որ կատարում են, որոնք կատարվում են աշխարհում, ինչ որ ձևով կապ ունեն աստվածաշնչյան մարգարեությունների հետ։ Եթե ինչ որ համաշխարհային լուրեր եք լսում, միշտ բացեք Աստվածաշունչը եւ Աստվածաշնչի համապատկերի մեջ տեսեք, որ մարգարեության կատարումն է դա։ Փակ գիրք համարվող գրքում գրված են հետևյալ խոսքերը. Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը եւ լսողները եւ սրանում գրվածները պահողները, որովհետեւ ժամանակը մոտ է։ Ամենախորհրդավոր գիրքը համարվում է բացված եւ երանելի են այն մարդիկ, ովքեր կարդում են, լսում են եւ ապրում են այդ խոսքերի համաձայն։ Աստվածաշունչ գիրքը վերջանում է հետևյալ խոսքերով. Մի կնքիր այս գրքի մարգարեության խոսքերը, որովհետև ժամանակը մոտ է։ Եսայա 29-րդ գլխում ներկայացվում է քրիստոնեական առաջնորդներ եւ հոգեվորականներ, որոնք չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը, որովհետև նրանց վրա եկել է հարբեցողության եւ թմրության հոգի։ Նրանց աչքերը փակ են, մարգարեները եւ գլխավորները տեսիլք են տեսնում, բայց կուրացած են։ Եվ ամեն մի բանի տեսիլքը պիտի լինի ձեզ համար կնքված գրքի խոսքի պես, որ կտան գրագետին եւ կասեն. մեկ կարդա այս, եւ նա կասի. չեմ կարող, որովհետեւ կնքված է։ Եվ կամ կտան գիրքը մեկ անգրագետի եւ նա կասի. չեմ կարողանում կարդալ, որովհետեւ այս ժողովուրդը իր բերանով է մոտենում ինձ։ Շրթունքներով են ինձ պատվում, իսկ նրանց սիրտը հեռու է ինձանից, եւ նրանց ինձ պատվիրելը մարդկանց սովորության պես է։ Փաստորեն Աստված ասում է շատ պարզ ճշմարտություններ եմ ես գրում, բայց նրանք, ում սիրտը ինձանից հեռու է, նրանք ովքեր չեն սիրում ինձ, նրանք ովքեր չեն ապրում քրիստոնեական սկզբունքներով, նրանց համար այս գիրքը կլինի կնքված եւ փակ։ Բերանով են արտաբերելու կամ կրկնելու են այս խոսքերը, բայց չեն հասկանալու գլխավոր իմաստը։ Մարդիկ ասում են հայր մերը, մարդիկ անգիրասում են 10 պատվիրանները, բայց չգիտեն ինչ են ասում, ոչ գիտեն ինչ են ասում, ոչ էլ գիտեն թե ինչու է այդպես գրված։ Ամբակում մարգարեին Աստված ասում է. գրիր տեսիլքը, պարզ նշանակիր տախտակների վրա, որպիսի վազի նրա կարդացողը։ Այնքան պարզ է Աստվածաշնչյան խոսքերը, որ վազող մարդը կարող է աչք գցել եւ կարդալ։ Աստվածաշնչյան ճշմարտությունները շատ պարզ են։ Պարզապես հոգևոր կերպով են քննվում։ Այն Սուրբ Հոգին, որ գրել է Աստվածաշնչյան տեքստը, միայն Սուրբ Հոգին կարող է բացել մեզ ճշմարտությունը։ Լեռան քարոզ, ճշմարիտ եմ ասում ձեզ, միչև որ երկինքն ու երկիրս անցկենան, օրենքից մի կետ կամ մեկ պստիկ նշանագիր չի անցնի, միչև որ բոլորը կատարվի։ Այսինքն, եթե ինչ որ մեկը
ձեզ ուսուցանում է ճշմարտությունը, բայց նախապաշարումներով, հանելով ինչ որ հատվածներ Աստվածաշնչից եւ ասելով սա մեզ պետք չի, սա մեզ պետք է, սա արդեն անցել է, սա հрьяաների համար է, սա սրա համար է, իմացեք, մոլորված է եւ տանում է ձեզ մոլորության մեջ, որտեղ նա որ պակասեցնում է կամ ավելացնում իր գլխին պատուհաս կամ անեծքի ավելացնում։ Պատվիրաններից մեկը քանդ է եւ այդպես սովորեցնե, ուրիշին նա փոքրագույնը կկոչվի Աստծո արքայության մեջ։ Եթե մարդ ունի իրական անկեղծ ցանկություն իմանալու քրիստոնեական ուսմունքը, Տերը իհարկե կբացի։ Եթե ինքը չի արդարացնում իր թուլություններն ու մեղքերը, եթե ինչ որ մեկը իր ուսմունքը չի հիմնադրում ամբողջ Աստվածաշնչյան 66 գրքերի վրա, ուրեմն այդ մարդը մոլորության մեջ է։ Չի պահում Աստծո պատվիրաններն ու պատգամները, այդ մարդը մոլորության մեջ է։ Ճշմարիտ քրիստոնեական ուսմունքը հետևյալն է. Եթե մեկը վարդապետություն է քարոզում, պետք է իր ասածները հիմնի Մովսեսի գրքերի, մարգարեների գրքերի, իմաստության գրքերի, պատմական գրքերի, Սաղմոսների, Ավետարանի, Պողոս առաքյալի նամակների, ընդհանրական գրքերի եւ Հայտնություն գրքի հիման վրա։